էլի օտրովեկա։ Ես էլ չես Ախ, կարան չէ ոգևորված դաս են անում։ Ու ստամոքս գիտի տերը մեռելա։ Տնօրենը այսօր ասելու բան չունի։ Ինչի՞։ Ոնե մտնենք մոտը սեղանի դրած կամպետներից ուտեին։ Չհասկացա, սկսվեց ձեր որ գրամոլությունը։ Էդ ինչ ասեց, Յանի սոված է։ Հովետ չասանք, հա։ Արտուր, սուր հումորդ կօգտագործես թեմատիկներ գրելիս, որին իդեպ չես պատրաստվել։ Անոթիներ։ Մի վիրավորեք, հա, մենք անտուն չենք։ Վարդան, տարական բաներ չգիտեք, անոթի։ Որը իդեպ գրվում է ոյով, այլ ոչ թե անոթևան։ Գնաց։ Զետ։ Ուրեմն ես փորձեմ ձեզ ինչ-որ բան սովորեցնել, չնայած ում ինչ եմ ասում։ Հատեվաստան ինչ հայնացեք, նրանք աղսան ինչ։ Ես ձեզ ասում եմ, կգա ոգուսով։ Ու դուք կքաղցեք 4 սեղանների շուրջ։ 4 սեղան։ Ոչելներ։ Դե հասարակ բուֆետ չունենք։ Դե բավական է էլի, ինչքան կարելի է 45 րոպե միայն մտածել ստամոքսի մասին։ Վեր կաց Լևոն, գնացինք։ Երեխեք զանգի 3 րոպե անց, մի բան չպատվիրենք։ Ախա, նենց պիցա կուտեի։ Ինչ պիցա է, լուրջը չի քաբաբ ուտեք։ Այ ինչ քաբաբ, միայն սուշի։ Երեխեք, լավ, դերիք, միջտայցնիք դեպի։ Հայելի, մեկը հարցնի ոնց եք դուրս գալու։ Հայրով, չինական մեծ պատը ոնց եք հաղթարելու։ Այսինքն, Տնորեն, փոխտնորեն, հասխեք։ Վերջապես մահին տոտաս։ Էլ որն ասեմ, էլ որը։ Լավ եկեք փորձենք։ Այ։ Ինչ չի վերում։ Հատման վայրը ամփոփող առաջին հարկնացի երեխեք։ Բացի դուրը մարին տոտա, բացի թե չէ պաշանեսը կգա, կզանգի դասերքից տեղ կկանշի, ես չինական պատը դե արի անցի, մեզ ամեն ինչ է կարելի է, մեզ ամեն